Ընկերներ ողջույն, քարոշչական հերթական օրը անցկացրեցինք Գեղարքունիքի մարզում, տպավորությունները հրաշալի են, ինչպես մեր հայրենիքի բնությունը, այնպես էլ ամեն քայլափոխի պատմական կամ արդի հուշարձանները, սրանից զատ նաև մարդկանց այդ շփումները, մի խոսքով հրաշալի օր անցկացրեցինք, մարդկանց հետ հրաշալի հանդիպումներ ունեցանք, ներկայացրեցինք մեր ծրագրերը, մեր ծրագիր չունենք որպես այդպեսին։ Ծրագիր ունենք, բայց ավանդական ծրագիր ունենք, բայց բոլորին հատու չենք ներկայացրել։ Ավանդական ծրագիր չենք ներկայացրել։ Խոսեցինք մեր գաղափարների մասին, պարզապես տեղահագին գաղափարակիցներ կան։ Մի խոսքով ամեն ինչ հրաշալի է, Սևանը հրաշալի է, մարդիկ, հուշարձանները, ամեն ինչ, բայց քաղաքական դաշտը հրաշալի չի, պարոն Մարուկյան։ Ձեռի աչքի փոչով էլ հետևում ենք, թե ինչ են անում մեր գործընկերները, թե ինչ են վերածել մեր քաղաքական դաշտը, թե ինչ աղբանոցի են վերածել, խոսքը, միտքը ու տրամադրությունը մի քիչ ընկնում է։ Ու մի հատ միտք եկավ քարոշչության ժամանակ, որ բոլոր մեր նախկին ընտրությունները ներքին օրակարգում էին, այսինքն ներքին օրակարգի մասին էր, կոռուպցիա։ Մենք ու մեր թալանչի ռեժիմները։ Հա, թալանչի ռեժիմը, հա։ Ու եկանք այն մտքին, որ բացարձակապես ներքին օրակարգից դուրս է անկել ընտրությունները եւ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանում այս պահին աշխարհի տարբեր բևեռներ մտել են մրցակցության մեջ։ Եվ մի միտք ասես Կարպիսը, որի շուրջ ցեցինք մտածել, էլի, որ չգիտեմ, Փաշինյանն ինչ էր ասել, այսօր ասում էր բանին։ Հա, Ծառուկյանին ասում են ընտրել Ծառուկյանին, նշանակում է ընտրել Լուկաշենկոին։ Իսկ սրանից տարիներ առաջ Փաշինյանը մի միտք էր ասել, մի կենտրոնից կախվածությունը, ասես մոտավորապես են վերարտադրում, փոխակերպենք մի քանի բևեռներից կախվածություն։ Հիմա էլ է ասում։ Հիմա ըստ էության դա ինքը կյանքի է կոչվում, որտեղ մեր ընտրական process-ներում ներկային ըստ էության բոլորը։ Առաջին հերթին Էրդողանը, Ալիևը իր մարմնավորմամբ, հիմա ինքը այդ մանիպուլյացիայով մյուսն դիմադիր ուժերին բանանում ասում, Լուկաշենկոն Պուտինն է կընտրում, սան ընտրենք Լուկաշենկոին է կընտրում, այն մյուսները չգիտեմ Շարլ Միշել ու Կոշտա են բերում։ Մի խոսքով ամբողջ աշխարհը լցված է մեր համեստ ընտրությունների գործում։ Սա խայտարակություն է, սա հակա ինքնիշխանություն է։ Հա, եթե ինքնիշխան ենք, ինչ Լուկաշենկո, ինչ բան, բայց իր պարագայում ճշմարտություն կա ասացի մեջ, որ իր ընտրվելու մեծ ցանկություն ունեն Ադրբեջանում եւ Թուրքիայում եւ պատահական չէր որ օրեր առաջ արտաքին գործերի մեր նախարարը եթե չեմ սխալվում կապանում էր ասեց մենք ադրբեջանական հողեր ենք վերահսկում իմաստը ո՞րն է ժողովուրդ ներքին քարոզարշավի ժամանակ ներքին երկրում ներպետական քարոզարշավը դու ասում ես ադրբեջանի հողեր ենք վերահսկում որտեղ ես վերահսկում ինչի ես դա ասում ես քարոզարշավի ժամանակ իմ միտքը հետևյալն է որ դա ասվում է Կարպից որ Ադրբեջանում Թուրքիայում նայեն ասեն լավ անում քարոզարշավը նորմալ է մենք աջակցում ենք իսկ ինչ անշանակում լավ անում դեսի մեր օրակարգը չի այսինքն որ իրանք ընտրվեն հետ գան ժողովրդին ասեն ժողովուրդ ջան մենք քարոզարշավի ժամանակ ձեզ իրազեկել ենք ճիշտ է որ ադրբեջանական հողեր կան դե ասել ենք դուք ընտրել եք դե ընտրելուց հետո էլ այս հողերը պետք է տանք Ադրբեջանին էսա բանը էսա այսօրվա քարոզարշավի մեխը եւ ժողովուրդը ես չգիտեմ էլի ինչի ենք սա խոսում որ ժողովուրդը արդյոք նկատել է այդ մասը այդ պահը մենք ըմբռնում ենք ինչա կատարվում մեր ընկալումը ո՞րն է այսինքն պետքա ժողովրդին խոստում տան էլի հիմա ժողովուրդ ջան հիմա պետքա ձեզ քարոզարշավը ձեզ խոստումներ տան դպրոց կկառուցենք մանկապարտ տեսթոշակ կբարձրացնենք մարդը ձեզ խոստում տալու տեղն ասում է մենք ադրբեջանական հողեր ենք վերահսկում եղբայր դա ինչ կապ ունի մեր քարոզարշավի հետ Ես մի բան ասեմ, պարոն Մարուկյան։ Ադրբեջանի համար է քարոզարշավանում, որ ընտրվելուց հետո ժողովրդին ասեք, ժողովուրդ ջան, դե տեսակ ասել ենք, դուք ընտրել եք, դե եկեք, ես հողերը պետք է տանք ցույց չանեք, չբողոքեք, ճամփա չփակեք, բանը, ոնց էր ասեմ, ասում էր միակ աշխարհում միակ երկիրը կարողն որ ասել եմ ժողովուրդ ջան, հելեք ինձ հանեք գործից, հեղափոխություն արեք, ժողովուրդը չհելավ ախմեր։ Բայց երկու մարդ դուսեկան բռնին։ Էրդողանի, Ալիևի, Պուտինի, Լուկաշենկոյի Կոշտայի, JD Vance-ի ներկայացվածությունը այս ընտրությունների ինչի մասին է, որ այս ընտրությունները Հայաստանի մասին չեն,
Հայաստանի քաղաքացիների մասին չեն, աշխարհակաղակական բովանդակությունն է։ Եվ չեմ ուզում բոլորին թիրախավորել, մենք այն քիչ ուժերից ենք, կամ լավ համեցություն չանենք, միակուժն ենք, որ միակուժն ենք։ փորձում ենք հարցը բերել Հայաստանի խորքից եւ ինտերեսությունը դարձնել Հայաստանի մասին, Հայաստանի ինքնիշխանության մասին, Հայաստանի մշակութային միջավայրի, Հայաստանի ինքնիշխանության մասին։ Բայց եթե հարցը դիտարկում ենք այդ վերո թվարկված մարդկանց համատեքստում, նշանակում է ընտրությունները Հայաստանի մասին չեն, Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չկա ասելու, եւ ով էլ որ ընտրվի, չի ծառայելու ոչ էս երկրին, ոչ էս քաղաքացիներին, այլ ծառայելու է նրան, ում աջակցությամբ որ եկել է։ Ում որ խոստումա տվե գալուց, դա ֆիքսենք։ Ում ուղությամբ խոսում, այսինքն խոսակցությունը գնում է նրա մասին, որ մենք ինչ որ մենք ադրբեջանական հողեր ենք ստեղ վերահսկում։ Արա ինչ եք խոսում դուք։ Էս ինչեր եք անում։ Ինչ ադրբեջանական հողեր։ Կառավարության դիրքորոշումը չի եղել, որ Հայաստանում չկա մի միլիմետր հող, որը Ադրբեջանի փաստաթղթերով կարող է համարվել ադրբեջանական, մի միլիմետր հող չկա։ Այդ կառավարության դիրքորոշումը չի եղել 3 տարի առաջ։ Ինչի մաս, էս ինչ խոսակցություն է։ Էս ինչ թազա բան է, էս ինչ եք ուզում հանձնեք։ Չէ, մենք գիտենք ինչ եք ուզում հանձնեք, բայց ժողովուրդը այդ ձեր ելույթը բռնել է այդ մասը, այդ պահը ֆիքսվել է թե չի ֆիքսվել։ Բայց ես ու Կարպիսը հիմա չի ենք էս ասում։ Եվ ժողովուրդ ջան, մենք այսօր Սևանի ափին ենք, չգիտեմ, տես գեղեցիկ տեսարան է։ Սևանը խաղաղ, ասում եմ մենք մեր լեռների պես խաղաղ էինք, մի Սևանն էլ տես խաղաղ։ Բայց դուք խաղաղ չեք։ Դուք վայրագետքով, օրակարգով այո, վայրագություն եք անում։ Որ իբր թե ոչ մի բան չկա, տենց քարոզար շավադի խոսում ենք բան։ Պատերազմում եք սեփական երկրի։ Հա, սեփական քաղաքացու դեմ պատերազմում եք։ Պարմարական, բայց մատ ուրիշ միտք էլ կա, որ դա էլ է, սա ու ասել։ Այդ բևերները թվարկեցինք, չէ՞։ Արա այնքան շատ է, Կարպիս, ես իմ թվարկեցինք թե կիսատ մնաց։ Հիմա կարող է կիսատ մնաց, բայց երբ բևերներից մեկը հաղթի, այն մյուս բևերներից գալու է դիմադրության։ Վստահաբար։ Ումը երկիրը դառնալու է ռազմաճակատ։ Հետեւաբար ժողովուրդ ջան, ոչ մի բևեր չպետքա բացարձակ իշխանություն ունենա։ Ահա Կարպիսը սա էր ուզում ասել։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ձեր քվեարկությամբ մեր օգտին քվեարկելով դուք հնարավորություն եք ստեղծելու հակակշռել այդ բևերներին, թույլ չտալ, որ մի բևեր ամբողջը վերցնի, այն մյուս բևերները նրանց դեմ պայքարի։ Բոլորին իրանց տեղերը դնելու հնարավորություն կա հունիսի 7-ին, սիրելի հայրենակիցներ։ Եվ մենք այս գործից հասկանում ենք։ Եվ մենք գիտենք ինչ ենք խոսում, մենք փորձ ունենք, մենք պարլամենտական ճանապարհ ենք անցել, մենք այդ մեխանիզմներին տիրապետում ենք, գիտենք թե ոնց է պետք անել եւ դուք դա տեսել եք։ Երևի թե այսքան է։ Ես քանի որ համես մարդ եմ, միշտ ամաչում եմ ասում քվեարկեք մեզ։ Կարպիս ամաչում է, բայց նայեք ես որ ասում եմ, ես չէ՞ ես անհամես մարդ եմ, բայց ես մարդիկ են ելնելու ասում են, բայց քիչ էիք ասում որ ձեզ ընտրենք։ Չէ՞ այդպես մարդիկ կան, չէ՞։ Համ տենում են տեխնացությունը դրել ես բաներդ կախած է, բուկլետ ես բաժանում, բան ասում եմ, մի հատ չեկավ ինձ խնդրի, որ ես իրան ընտրեմ։ Մարդիկ ուզում են իրանց խնդրես, ասես, դիմես։ Ամոթ հաբուրը դնենք մի կողմ, ես ասեմ, քվեարկեք մեր օգին համար 19։ Թիվ 19 քվեաթերթիկով ժողովուրդ ջան, հունիսի 7-ին։ Եվ ինչքան հնարավոր է տարածեք, բազմապատիկ, որտեղ մեր YouTube-ը ոնց որ թե ինչ որ տենց հարցակման տակ է դիտումները գցել են, բայց կուղենք, մասնագետներն աշխատում են։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Ես էլ Սևանից մի հատ լավ տեսարան տանք, մեր ժողովուրդը նայ ինչ հրաշալի երկիր ունի։ Ով էր չինովնիկները Սևանից ջուր խմել։ Սևանից ջուր խմել բանը Արսեն Թորոսյանը, որպես առողջապահության նախարար, ուսում էր բանը, խմելու ջուրա։ Լուծեր չենք։ Գնացինք։ Հատ ֆոտո անենք նոր էլի։ Աղարի